Պաշտպանության նախարարության լրատվամիջոցներում Գյումրիի նախընտրական քարոզարշավում բանակի եւ բարձրաստիճան սպաների ներգրավվածության վերաբերյալ հրապարակումներ են զետեղում։ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց գործառույթների իրականացման շրջանակում զորամիավորումներում, տարբեր կայազորներում պարբերաբար հանդիպում քննարկումներ են անցկացնում հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ, սակայն այդ հանդիպումները քաղաքական ուղղվածություն, ենթատեքստ չունեն եւ բացառապես բանակային օրակարգի շրջանակում են։ Ուստի հորդորում ենք զերծ մնալ բանակի եւ նրա ներկայացուցիչների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ կատարելուց։ Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարության մամլուք արտուղարը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանվածների համար իրականացվող զբաղվածության ծրագրի արդյունքները։ 2024 թվականի ընթացքում հաստատվեց հատուկ զբաղվածության ծրագիր, որը նախատեսված է բացառապես Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված անձանց համար։ Ծրագրի մեկնարկից այս տարվա հունվարից 1800 անձ արդեն իսկ աշխատանքի է անցել, իսկ այս պահին ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 2180-ը, Armen Press-ի հաղորդմամբ ասաց Ժամակոչյանը։ Նրա խոսքով ընդհանուր առմամբ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելի քան 21800 բռնի տեղահանված անձ է աշխատանքի անցել Հայաստանում, իսկ 4600-ից ավելի տեղահանվածներ գրանցվել են որպես ինքնազբաղված կամ կազմակերպության հիմնադիր։ Մեծ Բրիտանիան եւ Եվրամիությունը մտադիր են քննարկել, թե ինչպես կալանք դնել ռուսական սառեցված ակտիվների վրա, համատեղ պաշտպանական ծախսերը մեծացնելու համար։ Ինչպես հաղորդում է Armen Press-ը, այս մասին հաղորդում է Bloomberg-ը հողում անելով աղբյուրներին։ Ինչպես նշում է գործակալությունը, քննարկումները մարտի 18-ին տեղի կունենան Լոնդոնում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեվիդ Լեմիի եւ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հանդիպման ժամանակ։ Ըստ Bloomberg-ի աղբյուրների բանակցությունների թեման լինելու են այն միջոցները, որոնք Եվրոպայի համար իրավական հիմնավորում կապահովեն միլիարդավոր դոլարների ռուսական ակտիվների վրա կալանք դնելու համար։ Գործակալության զրուցակիցները հայտնել են, որ այդ հարցում առաջընթաց է գրանցվել չնայած առանձին եվրոպական երկրների դիմադրությանը, ինչպիսիք են Բելգիան եւ Գերմանիան, որոնք մտահոգված են, թե բռնագրավումը կարող է խախտել պետական անձեռնմխելիության սկզբունքը եւ ազդել եվրոյի փոխարժեքի վրա։ Գործակալությունը հիշեցնում է, որ Եվրամիությունն մեծ 7 երկրները եւ Ավստրալիան սառեցրել են Ռուսաստանի կենտրոնական բանկի շուրջ 270 միլիարդ դոլարի ակտիվները։ Ռուսաստանի հայտի ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված պատժամիջոցների միջոցով սառեցվել են նաեւ շուրջ 58 միլիարդ դոլար գումարի ակտիվներ։ Հունգարիան այնուամենայնիվ համաձայնել է երկարաձգել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները ԱՄՆ-ից զանգելուց հետո, գրում է Պոլիտիկոն։ Հունվարին Բուդապեշտը սպառնացել էր վետո դնել պատժամիջոցների երկարաձգման վրա, վկայակոչելով Թրամփի վերադարձը Սպիտակ տուն, սակայն ըստ Պոլիտիկոյի Հունգարիայի դիրքորոշումը փոխել է հենց ԱՄՆ-ի միջամտությունը։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն զանգահարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիարտոյին, համոզելով նրան չխախտել Եվրամիության պատժամիջոցների համակարգը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ն անհաջող կերպով փորձել է Հունգարիային համոզել աջակցել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների երկարաձգմանը։ Բուդապեշտը պնդել է, որ պատժամիջոցների ցուցակում ավելի քան 2200 ֆիգուրանտներից 8 մարդ հեռացվի։ Փոխզիջման արդյունքում նրանցից 4-ը մնացին պատժամիջոցների տակ։ Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատավարությունը։ Բաքվում մեկնարկել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով հերթական դատական նիստը։ Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում են Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գծով դատական լսումները։ Նրանց թվում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը եւ ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է, չնայած իր գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը առանձին դիտարկել։
Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան Համաս շարժման դեմ։ Գազայի իշխանությունները հայտնում են ավելի քան 200 զոհի մասին։ Իսրայելի պաշտոնական հայտարարությունների համաձայն հարվածները պատասխանն էին շարժման կողմից իսրայելցի պատանդներին վերադարձնելու մերժմանը։ Air Arabia Abu Dhabi ավիաընկերությունը հունիսի 1-ից թռիչքներ կիրականացնի Abu Dhabi-Երևան Abu Dhabi երթուղով։ Շվերթերը կիրականացվեն շաբաթական 6 շվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր 2 շաբթի, չորեքշաբթի, 5 շաբթի, ուրբաթ շաբաթ եւ կիրակի։ Թրամփը մեղադրել է Իրանին հութիների հարձակումները համակարգելու մեջ եւ խոստացել, որ Թեհրանը ապագայում դրա համար ծանր հետևանքներ կկրի։ Առաջիկա 1-2 ամսում Թրամփի վարչակազմը պետք է որոշի 907-րդ բանաձևի ճակատագիրը, կամ Թրամփը կշրջանցի բանաձևը եւ կսկսի ակտիվ աշխատել Ադրբեջանի հետ, կամ չի շրջանցի եւ Ադրբեջանը կմնա սանկցիոն ցուցակում։ Ավանդաբար նախագահը իր մտադրության մասին կոնգրեսին տեղեկացնում է մինչեւ ապրիլի վերջ։ Սպիտակ տան որոշումը չափազանց կարևոր ցուցիչ է Թրամփի վարչակազմի հարավկովկասյան քաղաքականության ընկալման տեսանկյունից։ Դրանով է նաեւ պայմանավորված Ադրբեջանի լոբիստական ջանքերը վերջին շաբաթների ընթացքում։ Լիտվայի իշխանությունները Ռուսաստանի Դաշնության ԳՇ գլխավոր վարչությանը մեղադրել են Վիլնյուսում IKEA խանութի պահեստի հրկիզումը կազմակերպելու մեջ, գրում է Current Time-ը։ Դեպքը տեղի ունեցել 2024 թվականի մայիսի 9-ին։ Հրկիզման մեղադրանքով ձերբակալվել են մինչև 20 տարեկան Ուկրաինայի 2 քաղաքացիներ, որոնցից մեկն անչափահաս է։ Նրանք մեղադրվում են ահաբեկչություն կազմակերպելու եւ պայթուցիկ նյութեր պահելու մեջ։ Հետաքննությունն իրականացվել է լեհ քննիչների հետ համատեղ, քանի որ մեղադրյալներից մեկը ձերբակալվել է Լեհաստանում, որտեղ էլ նա կանգնելու է դատարանի առաջ։ Հավաքված տվյալները մեզ թույլ տվեցին եզրակացնել, որ կազմակերպիչը ռուսական ռազմական հետախուզությունն է։ Այս ուղղությամբ հետաքննությունը շարունակվում է, ասել է գլխավոր դատախազության կազմակերպված հանցավորության հետաքննության վարչության պետ Արտուրաս Ուրբյալիսը։ Դատախազությունը կարծում է, որ IKEA-ն ահաբեկչության համար ընտրվել է այն պատճառով, որ ցանցը հեռացել է Ռուսաստանից։ Հրդեհի պատճառած վնասը կազմել է 485,000 եվրո։ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Ղրիմը Ռուսաստանի տարածք ճանաչելու հարցը Ուկրաինայում հակամարտության ավարտին հասնելու փորձով։ Այս մասին հայտնում է Semaphore պորտալը հղում կատարելով աղբյուրներին։ Թրամփի վարչակազմը քննարկում է Ուկրաինայի Ղրիմը Ռուսաստանի տարածք ճանաչելու հնարավորությունը ցանկացած ապագա համաձայնագրի շրջանակներում, որը վերաբերում է Մոսկվայի եւ Կիևի միջև պատերազմի ավարտին։ Տեղեկացրել են 2 աղբյուրներ, որոնք ծանոթ են այս հարցին։ Երկու աղբյուրների խոսքով վարչակազմի ներկայացուցիչները նաև քննարկել են, որ ԱՄՆ-ն կարող է կոչանել միավորված ազգերի կազմակերպությանը անել նույնը, ասված է հաղորդագրությունում։ Նշվում է, որ Թրամփը պաշտոնապես որևէ որոշում չի ընդունել եւ Ղրիմի վերաբերյալ հնարավոր քայլերը այն բազմաթիվ տարբերակներից մեկն են, որոնք առաջարկվում են Ուկրաինայի ճգնաժամի լուծման շրջանակում։ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություններից, ընդգծում է պորտալը։ Ինչպես հայտնում է EA Daily, Զապորոժիայի ատոմակայանի ճակատագիրը կքննարկվի ԱՄՆ եւ Ռուսաստանի Դաշնության նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ժամանակ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Հիշեցնենք, որ վաղը նախատեսված է Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցը։ Մարտի 25-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի կունենա գալահամերգ նվիրված շանսոնի եւ երաժշտարվեստի համաշխարհային լեգենդ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Շարլ Անձնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին։ Համերգը կրում է Une vie d'amour, սիրով լի կյանք խորագիրը։ Համերգը կազմակերպել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության եւ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հետ համատեղ։ Միջոցառումն անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հոբելյանական միջոցառումների շրջանակում։ Շարլ Անձնավուրի հարուստ եւ յուրօրինակ երաժշտական ժառանգությունը կներկայացնի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Մենակատարներ Ինգա Արշակյան, Գոր Սուջյան, Գուրգեն Բավեյան եւ Ժյուլ Գրիզոն։ Համերգի ընթացքում կհնչեն Շարլ Անձնավուրի սիրված եւ ճանաչված երգերը, որոնք անջնջելի հետք են թողել համաշխարհային երաժշտարվեստում։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է ռազմական գործողությունները վերսկսելու մասին։ Մարտի 18-ի գիշերը իսրայելական բանակը հարվածել է Գազայի հատվածի թիրախներին։ Նախարարը ընդգծել է, որ հրադադարի երկարաձգման բանակցություններում առաջընթաց չկա։ Իսրայելի վարչապետը ասել է, որ հրամայել է վերսկսել օդային հարվածները։ Իր հերթին Կացը նշել է, որ մարտերը չեն դադարելու մինչև պատանդների տուն չվերադառնան եւ Իսրայելը չհասնի իր բոլոր նպատակներին։ ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից ահաբեկչական ճանաչված Համաս խմբավորումը իր հերթին հայտարարել է, որ Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագրի խախտումը հարվածի տակ է դնում Գազայի գերիների ճակատագիրը։ Սպիտակ տան խոսնակն ասել է, որ Իսրայելը Թրամփի վարչակազմին նախապես ծանոթացել է օդային հարվածների եւ մտադրության մասին։ Ալ Ջազիրան հայտնել է քաղաքացիների շրջանում զոհերի մասին։ Մարտերը վերսկսվել են հրադադարի ուժի մեջ մտնելուց 2 ամիս անց։ Հունվարի 15-ին ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում Համասն առաջին փուլով ազատ է արձակել ավելի քան 30 իսրայելցի պատանդների։ Իսրայելական բանտերից մոտ 2000 պաղեստինցիների ազատ արձակման դիմաց։ Զինադադարի առաջին փուլն ավարտվել է 2 շաբաթ անց։ Շաբաթ օրը Իսրայելն ու Համասը ակնարկել էին, որ պատրաստվում են հրադադարի շուրջ բանակցությունների հաջորդ փուլին։ Մարտի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր ոչնչացնել Համաս խմբավորումը, եթե վերջինս անհապաղ չվերադարձնի իսրայելցի պատանդներին եւ չհանձնի մահացածների մարմինները։ Բարև եւ ցտեսություն։ Դուք կարող եք ընտրել Truth Social-ում գրել է Թրամփը զգուշացնելով, որ Իսրայելը ուղարկում այն ամենն, ինչ հարկավոր է գործն ավարտին հասցնելու համար։ Սա վերջին նախազգուշացումն է, ասել է ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Ղրիմը Ռուսաստանի տարածքում ճանաչելու հարցը, Ուկրաինայում հակամարտության ավարտին հասնելու փորձով։ Այս մասին հայտնում է Semafor պորտալը, հղում կատարելով աղբյուրներին։ Թրամփի վարչակազմը քննարկում է Ուկրաինայի Ղրիմը Ռուսաստանի տարածք ճանաչելու հնարավորությունը։ Ցանկացած անպայման համաձայնագրի շրջանակներում, որը վերաբերվում է Մոսկվայի եւ Կիևի միջև պատերազմի ավարտին, տեղեկացրել են 2 աղբյուրները, որոնք ծանոթ են այս հարցերին։ 2 աղբյուրների խոսքով վարչակազմի ներկայացուցիչները նաեւ քննարկել են, որ ԱՄՆ-ն կարող է կոչ անել Միավորված ազգերի կազմակերպությանը անել նույնը։ Ասված է հաղորդագրությունում։ Նշվում է, որ Թրամփը պաշտոնապես որևէ որոշում չի ընդունել եւ Ղրիմի վերաբերյալ հնարավոր քայլերը այս բազմաթիվ տարբերակներից մեկն են, որոնք առաջարկվում են Ուկրաինայի ճգնաժամի լուծման շրջանակում։ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություններից, ընդգծում է պորտալը։ Ինչպես հայտնի է, Զապորոժիայի ատոմակայանի ճակատագիրը կքննարկվի ԱՄՆ եւ Ռուսաստանի Դաշնության նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ժամանակ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։ Հիշեցնենք, որ վաղը նախատեսվում է Թրամփ եւ Պուտին հեռախոսազրույցը։ Բաքուն մի քանի օր շարունակ մեղադրում է Երևանին հրադադարը խախտելու համար։ Վերջին մեղադրանքը հնչեց 3։ Պաշտոնական Երևանը կրկին հերքում է Բաքվի հերթական պնդումները, թե մարտի 17-ին ժամը 22:15-ից մինչև մարտի 18-ի 00:20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը նշում է, որ Բաքվի հաղորդումը չի պատասխանում իրականությանը։ Երևանը հերքել է բոլոր մեղադրանքները, հիշեցնելով Հայաստանի վարչապետի աշխատակազմի դեռ 2024 թվականի հունիսի առաջարկը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ այդ մասին տեղեկությունների հետաքննությունը Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին։ Երևանի այս առաջարկը Բաքուն չի արձագանքել։ Պաշտպանության նախարարությունը վերահաստատում է ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան։ Պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Կրակոցների մասին Բաքվի պնդումները հնչում են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի համաձայնեցումից հետո։ Երևանը պատրաստ է այն ստորագրել, Բաքուն մինչև այդ հայկական կողմից պահանջել է փոխել սահմանադրությունը, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Իշխանությունից հայտարարում են սահմանային կրակոցների մասին կեղծ պնդումները չեն նպաստում խաղաղության հաստատմանը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե Ադրբեջանն է այլևս ԵՄ-դիտորդներին պահում հայ-ադրբեջանական սահմանին։ Եթե Ադրբեջանին այդքան անհանգստացնում են ԵՄ-դիտորդները, ինքն է այդ դիտորդներին այլևս պահում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, որովհետեւ այն պահից սկսած, երբ որ ինքը կստորագրի, մեր պայմանավորվածությունը կմտնի ուժի մեջ, ասաց նա։
Դիտարկմանը, որ ԵՄ դիմորդներին սահմանից հանելը Ադրբեջանին հնարավորություն կտա հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտել եւ դրանում մեղադրել հայկական կողմին, ազգային ժողովի նախագահն արձագանքեց. Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո էլի պետք է հարձակում տեղի ունենա Հայաստանի վրա, ԵՄ դիտորդների ներկայության ժամանակ էլ տեղի կունենա այդ հարձակումը, ինչ տարբերություն։ Եթե փաստաթուղթ է ստորագրում պայմանական գնում ես ԵՄ ղեկավարների ներկայությամբ կամ ինչ-որ երկրների նախագահների վկայությամբ ստորագրում ես եւ հետո հարձակվում ես Հայաստանի վրա։ Եթե կարող ես քեզ թույլ տալ, ԵՄ դիտորդների վրա էլ կկրակեն, կհարձակվեն, հավելեց Սիմոնյանը։ Հայաստանը հստակ իր դիրքորոշումը վաղուց արտահայտել է, մենք ասել ենք, որ բոլոր ճանապարհները պատրաստ ենք հենց վաղը բացել եւ կոմունիկացիաները բոլոր պետք է բացվեն տարածաշրջանում եւ դա ինչպես միշտ, ինչպես բոլոր փաստաթղթերում է երկկողմանի տրամաբանության մեջ պետք է լինի, իսկ սահմանների հետ ապա ռազմականացված գոտի նաեւ կարող ենք համարել այն գոտին, որը օրինակ ունենք այսօր Կիրանցի տարածքում, որտեղ կանգնած են սահմանապահները։ Ամբողջ երկայնքով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանում պետք է կանգնած լինեն սահմանապահները եւ Սահմանազատումից հետո Դե սահմանազատումը ընթացքի մեջ է։ Դե հիմա ասում եմ, մի քանի տարի կանցնի։ դե միջև լինի, դեռ շատ բան են ցանկանում, թե ցանկանում, մենք էլ ենք շատ բան ցանկանում, դրա համար քննարկում ենք։ Պարոն Սիմոնյան, քիչ առաջ ասեցիք, որ այս Ադրբեջանի տարածված ապատեղեկատվության ֆոնին ԵՄ դիտորդները արձանագրել են, որ ամեն ինչ խաղաղ է։ Հիմա խաղաղության պայմանագրում, երբ երրորդ երկրների ուժի տեղակայման բացակայության կետը հանվում է, արդյոք սա չի նշանակում, որ Ադրբեջանին հնարավորություն է տրվում, այսպես դաշտ է ստեղծվում, որ հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտի, ագրեսիայի ֆոն ստեղծի եւ նմանատիպ ապատեղեկատվություն տարածի։ Նախ եւ առաջ հիմա եկեք ֆիքսենք, որ եթե Ադրբեջանին այդքան անհանգստացնում են Եվրոմիության դիտորդները քաղաքացիական, ինքն է այդ դիտորդներին այլևս պահում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը, որովհետեւ այն պահից սկսված, երբ որ ինքը կստորագրի, մեր պայմանավորվածությունը կմտնի կողմանի մեջ, ուժի մեջ։ Երկրորդը, եթե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո էլի պետք է հարձակում տեղի ունենա Հայաստանի Հանրապետության վրա, եվրոդիտորդների ներկայության ժամանակ էլ տեղի կունենա այդ հարձակումը։ Ինչ տարբերություն։ Եթե փաստաթուղթ է ստորագրում, պայմանական գնում ես, չգիտեմ, Եվրոմիության ղեկավարների ներկայությամբ կամ չգիտեմ, ինչ-որ երկրների նախագահների ներկայությամբ, վկայությամբ, իդեպ տենց բան գոյություն ունի, տենց կարգավիճակ կա դիվանագիտության մեջ, որ ինչ-որ երկրի ղեկավարներ կամ ղեկավար վկա է հանդիսանում, գնում ստորագրում ես եւ հետո հարձակվում ես Հայաստանի վրա, եթե դա ի վիճակի ես անելու եւ կարող ես քեզ ցույց տալ, եվրոդիտորդների վրա էլ կկարակեն, կհարձակվեն։ Պարոն Սիմոնյան, հնարավոր է, որ Հայաստանը որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման Ադրբեջանին ներկայացնի մեր գերիների այնտեղ պատանդարված անձանց հետ վերադարձի հարցը։ Ես կրկնում եմ, որ այդտենց մի հատ միտք, մոտավոր այդտենց միտք Վարդան Օսկանյանն էր ասել, նման բան ասելը նշանակում է բանակցությունները եւ այն ինչ որ կատարվում է, մտցնել փակուղի եւ իրավիճակը ուղղակի սրել եւ դա չի արվում նախապայմանների տրամաբանությամբ, դա արվում է դիվանագիտական ճանապարհներով, ինչը որ արվել է վերջին 4 տարվա ընթացքում եւ 150 քանի գերից մենք այս պահին ունենք հաստատված 23 գերի, որոնցից մի մասը 12-ը, եթե չեմ սխալվում, արդեն 2023 թվականի ժամանակ են գերեվարվել եւ պատանդ վերցվել, այսինքն եթե տենց հաշվարկենք կամ 150 քանիսից եթե այդ մարդկանց այս բանում չենք հաշվում 11 կած դարել եւ այդ տրամով այտենց չի արվում։ Դա արվում է այլ դիվանագիտական ճանապարհ, իսկ ուլտիմատումներ ներկայացնել որևիցե կողմին։ Իրանք մեզ, մենք իրանց, դա նշանակում է ուղղակի վերահաստատել այն ինչ որ անում է այսօր մեր պետության դեմ աշխատող որոշ կողմեր եւ մարդիկ։ 2025 թվականի մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխվել է 750 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր 7.1% եկամտաբերությամբ։ Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի 5-րդ թողարկումն է։ Մեր երկրի համար խիստ էական մի իրադարձություն, որը ոչ միայն ընդգծում է Հայաստանի մակրոտնտեսական եւ ֆինանսական
ֆինանսական համակարգերի կայունությունը այլև վկայում է միջազգային կառույցների եւ ներդրողների կողմից մեր երկրի նկատմամբ ցուցաբերվող ամուր, խորքային եւ երկարաժամկետ վստահության մասին։ Տեղաբաշխման գործընթացն ունի իր հատուկ ընթացակարգեր, որոնք հանրային խոսքի մեջ ենթադրում են նաեւ որոշակի սահմանափակումներ։ Քանի որ այս առումով հանրության շրջանում շատ հարցեր կան, ժամկետի ավարտից անմիջապես հետո առաջիկա օրերին նախատեսվում է կազմակերպել բրիֆինգ, օրվա եւ ժամի վերաբերյալ ավելի հստակ կտեղեկացնենք նախապես, ասված է հաղորդագրության մեջ։ Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայի ռազմակայանների սարքավորումների եւ տրանսպորտ հարյուրավոր միավորներ տեղափոխել Հայաստանի զորադաշտեր։ Փաստաթղթերի համաձայն, որոնք ուսումնասիրել է RTN, տեղափոխումը նախատեսվում է իրականացնել Վրաստանով։ ԱՄՆ պետգնումների պորտալի տվյալներով Միացյալ Նահանգների բանակի նյութատեխնիկական ապահովման հրամանատարությունը նախատեսում է փոխադրումն իրականացնել գերմանական Դյուլմեն ռազմակայանից Հայաստանի ԶԱՌ ռազմակայան։ Փոխադրումը նախատեսված է հուլիսի 16-ին։ Սպասվում է, որ այն կշարունակվի մինչև օգոստոսի 7-ը։ Գերմանիա վերադարձը, ինչպես նշվել է տեղափոխման ծառայությունների մատուցման տենդերում, նախատեսված է 2025 թվականի օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ի ընթացքում։ Պայմանագիրը նաև նախատեսում է սարքավորումների տեղափոխում Արմավիրի ուսումնական զորադաշտից Վրաստանի Փոթի նավահանգիստ։ Ընդամենը նախատեսվում է տեղափոխել 151 միավոր սարքավորում, ներառյալ տրանսպորտը, գեներատորները եւ հատուկ բեռնարկղերը։ Լոգիստիկայից բացի ամերիկացի զինվորականները պատվիրում են այնպիսի սպეციფიկ ծառայություններ, ինչպիսին են տրանսպորտի լվացումը եւ վարակազերծումը Աֆրիկյան խոզի ժանտախտից հենց Հայաստանի զորադաշտում։ Պայմանագրի շրջանակում Հայաստան կբերվեն նաեւ 8 շտապօգնության մեքենաներ, բայց տենդերում պայման կա՝ սարքավորումները չի կարելի տեղափոխել Ռուսաստանով, Թուրքիայով կամ Ադրբեջանով դիվանագիտական թույլտվությունների հետ կապված դժվարությունների պատճառով։ Դյուլմենում, որտեղից նախատեսվում է բերել տեխնիկան, տեղակայված են ԱՄՆ դաշտային աջակցության 405-րդ բանակային բրիգադի ստորաբաժանումները։ Այդ բրիգադը ամերիկյան զորքերի առանցքային լոգիստիկ օպերատորն է եվրոպական եւ աֆրիկյան թատերաբեմերում, որն ապահովում է զինանոցների ցանցի եւ բազաների պահման աջակցությունը Գերմանիայում, Լեհաստանում, Իտալիայում, Նիդերլանդներում, Բելգիայում եւ այլ երկրներում։ Մեծ Բրիտանիայի իշխանությունները նախատեսում են անժամկետ հազարավոր զինվորականներ ուղարկել Ուկրաինա, Մոսկվայի եւ Կիևի միջև հնարավոր զիրադադարը վերահսկելու համար։ The Times-ին հայտնել է բարձրաստիճան աղբյուրը թագավորության կառավարությունում։ Դա կլինի երկարաժամկետ պարտավորություն։ Մենք խոսում ենք տարիների մասին, այնքան որքան անհրաժեշտ է խաղաղության համաձայնագրի պահպանման եւ Ռուսաստանի զսպելու համար, ասել է պարբերականի զրուցակիցը։ The Times-ի տվյալներով Մեծ Բրիտանիան համաձայնել է Ուկրաինա զորքեր ուղարկել Ֆրանսիայի, Թուրքիայի, Կանադայի եւ Ավստրալիայի հետ միասին։ Ավելի քան 30 երկրներ համաձայնել են աջակցել առաքելությանը, այդ թվում զենքով եւ նյութատեխնիկական ապահովմամբ։ Ընդհանուր առմամբ Ուկրաինային օգնել ցանկացողների կոալիցիան կարող է ուղարկել մինչեւ 30,000 խաղաղապահ, սակայն այդ զորակազմը կժամանի միայն այն ժամանակ, երբ Մոսկվայի եւ Կիևի միջև խաղաղության պայմանագիր կնքվի։ Միաժամանակ Ռուսաստանը կտրականապես դեմ է Ուկրաինայում ՆԱՏՕ երկրների տեղակայմանը։ Այս ամբողջ խոսակցությունը բացարձակապես անտեղի է եւ անհեթեթ։ Եթե նրանք այնտեղ հայտնվեն, դա նշանակում է, որ նրանք տեղակայվում են հակամարտության գոտում, որպես հակամարտող կողմ այս զորամիավորումների համար բոլոր հետևանքներով, ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ Նրա խոսքով կարելի է խոսել միայն անզեն դիտորդների մասին, որոնք կհետևեն խաղաղության պայմանագրի կատարմանը։ Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին դատապարտել է 4.5 տարվա ազատազրկման։ Երկրի սահմանն ապօրինի հատելու համար երկուշաբթի հաղորդում են վրացական լրատվամիջոցները։ Դատավարության ժամանակ դատավոր Միխայիլ Ջինջոլյան հրապարակելով Սաակաշվիլիի դատավճիռը սահմանի ապօրինի հատման գործով հայտարարեց, որ նախկին նախագահը դատապարտվել է 12 տարի 6 ամիս ազատազրկման, նախկինում կայացված դատավճիռների հիման վրա։
Միացյալ Նահանգների եւ Եվրամիության միջև սակագների պատերազմը կարող է տարեկան 9.5 տրիլիոն դոլարով կրճատել անդրաատլանտյան բիզնեսը։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը, հղում կատարելով ԵՄ-ում ամերիկյան առևտրի պալատի զեկույցին, որը հայտնվել է նրա տրամադրության տակ։ Նրա տեղեկացմամբ 2024 թվականին ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջև ապրանքների եւ ծառայությունների առևտուրը հասել է ռեկորդային 2 տրիլիոն դոլարի, սակայն պողպատի եւ ալյումինի վրա Վաշինգտոնի նոր մաքսատուրքերը, ինչպես նաեւ եվրոպական գինիների եւ այլ ալկոհոլային ապրանքների 200% մաքսատուրքերի սպառնալիքները կարող են ոչնչացնել այս թափը։ Միևնույն ժամանակ անդրաատլանտյան բիզնեսի հիմնական մասը բաղկացած է խոշոր կորպորացիաների օտարերկրյա մասնաճյուղերում ներդրումներից եւ վաճառքից։ Գործակալությունը հղում կատարելով զեկույցի գլխավոր հեղինակ Դենիել Հեմիլթոնին նշել է, որ ներկորպորատիվ առևտուրը, որը կազմում է իռլանդական արտահանման 90% եւ գերմանական արտահանման 60%-ը տուժելու է, որի հետևանքը կտարածվի ծառայությունների եւ էներգիայի վրա, ներառյալ ԱՄՆ-ից ՀՊԳ մատակարարումները։ Պալատի փորձագետները կասկածում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերի օգուտներին, կոչ անելով հաշվի առնել դրանց հակադարձ ազդեցությունը երկու տնտեսությունների վրա։ Փետրվարի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է 25%-ի չափով մաքսատուրք սահմանել արտասահմանից երկիր պողպատի եւ ալյումինի բոլոր մատակարարումների համար։ Մարտի 12-ից ուժի մեջ մտած որոշումը վերաբերում է Արգենտինայից, Ավստրալիայից, Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից, Եվրոպական միությունից, Կանադայից, Մեքսիկայից, Հարավային Կորեայից եւ Ճապոնիայից մատակարարումների վրա։ Մարտի 4-ին ԱՄՆ վարչակազմը 25% մաքսատուրք է սահմանեց Կանադայից եւ Մեքսիկայից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքների վրա, ինչպես նաեւ բարձրացրեց Չինաստանի ապրանքների մաքսատուրքերը 10-ից 20%-ով։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ հանդիպել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը անցած բոլոր 3 թեկնածուների հետ եւ որոշում կայացրել։ Սիրելի ժողովուրդ, նախորդ օրերին երկուական առանձին հանդիպում եմ ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը անցած բոլոր 3 թեկնածուների՝ Պետրոս Մարտիրոսյանի, Արթուր Նահապետյանի, Գևորգ Քոչարյանի հետ։ Քննարկումների արդյունքում որոշում եմ կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը, ով թե հանրագումարով, թե բարեվարքությամբ առավելագույն միավորներն է հավաքել մրցույթային փուլում։ Նաև շնորհակալություն եմ հայտնում Պետրոս Մարտիրոսյանին եւ Գևորգ Քոչարյանին արդյունավետ եւ օգտակար քննարկումների համար, գրել է Փաշինյանը։ Երևանի քաղաքապետարանի մարտի 17-ի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ ներկայացվեց հունվար-փետրվար ամիսների եւ մարտի առաջին 10-օրյակի ժամանակահատվածում տոմսային համակարգի շահագործման արդյունքում գեներացված տվյալների հիման վրա ստեղծված հաշվետվությունը։ Ըստ այդմ վաճառված տոմսերի թիվը 17 միլիոն 743 հազար 372-ն է։ Այդ թիվը ներառում է բոլոր տեսակի տոմսերը, այդ թվում մեկ անգամյա երթերը եւ 1 տարով փաթեթները։ Հասույթը կազմվել է 2 միլիարդ 538 միլիոն 946 հազար 350 դրամ։ 17 միլիոն 743 հազար 372 տոմսերից 213 հազար 21-ը կազմել են փաթեթային տոմսերը, որոնց ցուցիչները բաշխվում են հետևյալ կերպ։ Ամենապոպուլյար տոմսը 10 ուղևորության համար տոմսն է 105.636, հաջորդիվ 30 օրյա տոմսն է 58.291, այնուհետև 80 րոպեանոցը շուրջ 30.000։ Փաթեթային տոմսերի վաճառքը 213.021-ն է եղել, որից 61.609 արտոնություններով տոմսերն են, կազմում է ընդհանուր քանակի 29%-ը։ Այդ 61.609-ից 22%-ը կազմում են անվճար տոմսերը, 7%-ը զեղչով, իսկ հիմնականը կազմում է 71%։ Արտոնություններով տոմսերից ամենապոպուլյարը կենսաթոշակառուներին տրամադրվող տոմսերն են՝ 10.948 տոմս, մյուսը հաշմանդամներինը, ուսանողներինը, զոհվածների ընտանիքներինը, բազմազավակ ծնողները եւ այլն։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց այս տվյալները մեծ հնարավորություն են տալիս վերլուծական որոշակի եզրակացություններ ունենալ եւ երթուղիների որոշակի դասավորվածություններ կազմել։
Իսկ այժմ եղանակի մասին այսօր ցերեկային ժամերին Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում եւ Սյունիքում սպասվում է քամուշ գնացում։ Հիդրոօթերևութաբանության կենտրոնը տեղեկացնում է այսօր կեսօրից հետո առանձին շրջաններում մարտի 19-ին 22-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Օդի ջերմաստիճանը այս օրերին աստիճանաբար կնվազի 8-ից 10 աստիճանով։ Լոռիում, Տավուշում, Սյունիքում 10-ից 12 աստիճանով։